Երվանդ Ենգիբարյան, հայ երիտասարդ դերասանների շարքում լավագույններից մեկը, մարդ, ով սիրված էր թե ընտանիքի և թե ժողովրդի կողմից, սակայն 2013 թվականի հոկտեմբերի 22-ին, օրը դեռ նոր չբացված, տեղի ունեցավ ամենասարսափելին և ամենաանսպասելին։ 30-ամյա սիրված դերասանը հենց իր ծննդյան հաջորդ օրը ավտովթարի հետևանքով վաղաժամ հեռացավ կյանքից, թողնելով մեզ, հայերիս, միայն դրական հուշեր իր մասին։ Նրա ընկերները, որոնք քիչ թե շատ հայտնի են հայությանը, իրենց ֆեյսբուքյան էջերում ողջ ֆեյսբուքահայության հետ միասին սգում էին Երվանդ Ենգիբարյանի մահը։ Անցել է մի քանի օր, բայց միևնույն է, ցավը դեռ յուրաքանչյուրիս սրտում է։ Պատահածը իսկապես անհավատալի է։ Աշխատելով Ստանիսլավսկու անվան թատրոնում որպես դերասան, ունեցել է շատ հայտնի դերակատարումներ։ Դրանցից ամենահայտնիներն են «Շահանե դու իմ» ներկայացման մեջ Եսենինի կերպարը, Մորգանի խնամի ներկայացման մեջ Ժորժի կերպարը, «Չացք ու կերպարը խելքից պատված» ներկայացման մեջ, ինչպես նաև դերակատարություն է ունեցել Լևոն Շանթի «Ինկած Բերդի իշխանուհին» ներկայացման մեջ և այլ հայտնի կերպարներ։ Լինելով տաղանդավոր և հիանալի դերասան, Երվանդ Ենգիբարյանը 2008 թվականին Հայաստանի ամենահայտնի Արտավազդ թատերական մրցանակաբաշխության կողմից լավագույն երիտասարդ դերասան նոմինացիայում ճանաչվում է հաղթող, ինչպես նաև 2013 թվականին նույն մրցանակաբաշխության կողմից ստանում է պարգևատրում Ալեքսանդր Վամպիլովի «Բադերի որս» ներկայացման մեջ հիանալի դերասանական տաղանդ ցուցաբերելու համար։
Բացի թատրոնում հանդես գալուց, Երվանդ Ենգիբարյանը սկսում է նկարահանվել նաև ֆիլմերում, ինչպես նաև հանրային հեռուստաընկերության կողմից թողարկված մի քանի հեռուստասերիալներում։ Նկարահանվել է հայկական 11 բազմասերիանոց «Սարսափ» ժանրի ֆիլմի մեջ, որը ցուցադրվում էր Արմենիա հեռուստաընկերության կողմից, սակայն ֆիլմը անհայտ պատճառներով անավարտ մնաց։ Օրինակ, օղի հյուրասիրեց, բայց հետո վերջում տնից հանեց։ Տնից հանեց։ Հա։ Բան չասես դու զգորու։ Քիչ թե շատ հայտնի Երվանդ Ենգիբարյանին ամենամեծ հայտնությունը բերեց Հրաչ Քեսիշյանի կողմից նկարահանված «Երեք ընկեր» դրաման, որի սցենարը հիմնված էր Էրիխ Մարիա Ռեմարկի համանուն ստեղծագործության հիման վրա։ Ֆիլմում հանդես գալով գլխավոր հերոսի Ռոբերտի կերպարում նա սիրվեց բազմաթիվ մարդկանց կողմից։ Նա ասում էր, որ Ռոբերտի կերպարը շրջադարձային եղավ իր կյանքում։ Ասում էր, որ ֆիլմից հետո սկսեց ավելի մեծ իմաստով ընդունել ընկերություն հասկացությունը։ Մինչև օրս ֆիլմը արդիական է և չի կորցնում իր դիտելիությունը։ Նկար, վաղուց ես չեմ խմում, տատիկը չի խմում։ Սիրում եմ և քեզ, և քո տատիկին։ Վերջին ֆիլմը, որում նկարահանվել է Երվանդ Ենգիբարյանը, The Sharp Holding ընկերության կողմից նկարահանված «Քայլձիով» ֆիլմն է։ Երվանդ Ենգիբարյանի կյանքի դրվագներից էր նաև հանրային հեռուստաընկերության կողմից կայացված 2 աստղ նախագիծը, որի 5-րդ եթերաշրջանի ընթացքում նա դարձավ հաղթող։ Նախագծում Երվանդը հանդես էր գալիս երգչուհի Լանա Խաչատրյանի հետ։ Առաջի անգամը համար այսքան։ Քո գնաց։ Ազատ ժամանակն անտեղի չէր վատնում։ Հանգստի օրերն անցկացնում էր ընկերների հետ, որոնցից է օրինակ հենց Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան Յուրայի Գիթխանյանը։ Երվանդ Ենգիբարյանն ասում էր, որ ամեն օր գոնե մեկ ֆիլմ պետք է դիտի, քանի որ ֆիլմերը նրան շատ են օգնում բեմադրության հարցում։ Հարցազրույցներից մեկի ժամանակ այն հարցին, թե կհրաժարվեր արդյոք փոքր դերից, պատասխանում է. ոչ թե դերից պետք է հրաժարվել նրա փոքր լինելու, այլ բնույթի պատճառով։ Շատ կարևոր է, թե դու ում ես մարմնավորում։ Նույնիսկ եթե դերդ փոքր է, ապա պետք է այնպես հանդես գալ այդ դերում, որ երբ ներկայացման վերջում բեմ դուրս գաս, հանդիսատեսը ամբողջովին հիշի, թե դու ով էիր տվյալ ներկայացման մեջ։ Ահա սրա հետևանքով էր, որ Երվանդ Ենգիբարյանը արժանացավ ժողովրդի սիրուն ու համակրանքին։ Նրա մարդ տեսակի մասին կարելի է խոսել անդադար։ Անհավատալի է, սակայն մենք կորցրեցինք մի տաղանդավոր և հիանալի անձնավորության։ Այսօր Երվանդ Ենգիբարյանը մեզ հետ չէ, սակայն միայն ֆիզիկապես։ Նրա վառ անունը դեռ երկար կհիշվի հայ ժողովրդի կողմից։ Նա իրոք երջանիկ էր, սակայն վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ այն հարցին, թե ինչն է պակասում Երվանդ Ենգիբարյանին լիարժեք երջանիկ լինելու համար, պատասխանում է. ոչինչ, բացի ժամանակից։ Ժամանակը չափազանց քիչ է, այն երբեմն ինձ չի բավականացնում։ Մի քանի ավել ժամ սուտկայի մեջ, քանի որ ժամանակը չի երեքում։ Դա է երևի 24 ժամը շատ
մեկ շատ քիչ է լինում, չես հասնում ամենը անես, ինչ կարա անեիր։ Մի քանի ժամ որ ավելի լիներ, ավելի երջանիկ։